Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Մանրամասները idealsystem.am։ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից ԱՄՆ-ն շատ կոնկրետ ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Հայաստան-Իրան սահմանը փաստացի վերահսկողության հնարավորություն եւ երրորդը ԱՄՆ նախագահին Նոբելյան մրցանակի ներկայացնելն է։ Ադրբեջանն էլ ստացել է միջանցքի իրավունք Հայաստանի տարածքով, Մինսկի խմբի լուծարում 907-րդ բանաձևի չեղարկում, իսկ ինչ է ստացել ըստ Քոչարյանի Հայաստանը։ Կեղծ փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստանը։ 0։ Միայն խնդիրներ, որոնց մասին ավելի ուշ կասեմ։ Եվ վերջապես ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Եվ այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է Հայաստանի վարչապետը։ Ստացել է մեկ նկար նախագահ Տրամփի ստորագրությամբ եւ ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Հիմա չոր մնացորդում իրականում սա է։ Եվ ինչ եզրակացություն նախնական եզրակացություն կարելի է անել այս առիթով, որ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում։ Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ չի մանրամասնել, թե ինչ նպատակով էր վերջերս Մոսկվա մեկնել։ Միայն սրտնեղել է, որ իր բոլոր այցերը Մոսկվա ուղեկցվում են տարբեր լուրերով։ Եթե պաշտոնական հանդիպումների նպատակ ունենայի, կամ եթե դիմեի, երևի այլ օրեր շաբաթվա ընթացքում կընտրեի։ Բայց ես հասկանում եմ, որ երբ ես հայտնվում եմ Մոսկվայում, անպայման նման կարգի, այսպես որեր տարածվելու են։ Լրագրողները Քոչարյանից հետաքրքրվել են նաև, թե ինչ է սպասվում իրեն 24 տարի անց Պողոս Պողոսյանի արտաշիրիմում է իրականացվելու, արդյոք վախեր չունի կրկին հայտնվելու բանտում։ Ես ինչ-որ բանից վախեցող մարդու տպավորություն եմ թողնում ձեր մոտ։ Եթե այդպես է, ես կամ ինձնից պիտի ինքս հիասթափվեմ, կամ ձեզնից երևի առիթ չեմ տվել նման կերպ մտածելու։ Իդեպ դուք հիշեցրեցիք այդ դեպքը 2001 թվականին։ Նայեք, դուք գիտեք որտեղ եմ ես եղել, երբ այդ դեպքը կատարվել է։ Ես որտեղ եմ եղել։ Վկա կա, որ ըստ ասում է, որ պարոն Քոչարյանը այնտեղ է։ Ես մեր տունն եմ եղել։ Ես չգիտեմ ինչ վկա եմ ով գտել։ Դեպքը կատարվել է այդ սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո, 35-ից 40։ Դա քրեական գործում է։ Եվ ըստ էության իմ թիկնազորը, նախագահի թիկնազորը այլևս այդ սրճարանը, այսպես ասենք, պահպանող օբյեկտ չէր։ Ես այնտեղ չէի։ Ես դեպքի մասին իմացել եմ առավոտյան։ Առավոտյան են ինձ զեկուցել։ Պրիվետ Ռոբ արտահայտությունը ես չեմ էլ լսել։ Սոնուք ես չեմ լսել։ Ուղղակի հիշեցնեմ նաև մեր հանրությանը։ Շարլ Ազնավուրի այցն էր Հայաստան, եւ մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացրել այդտեղ, մենք մտնելուց ոտնկայից մարդիկ ծափահարում էին, դուրս գալուց ես ընդհանրապես չգիտեի, թե ինչ է այնտեղ կատարվել։ Խոսքը նրա մասին էր հետագայում ինձ իհարկե զեկուցել են, որ ինչ-որ մի քիչ քեֆ ավելի լավ վիճակում, ինչ-որ վիճաբանություն ա եղել թիկնազորի մեկի հետ։ Մեկի հիմա չեմ էլ ուզում այդ անունները տալ։ Եվ դրա արդյունքում ինչ-որ կոպիտ ասած այնց ռազմորկա եղավ իրար հետ եւ այդ միջադեպը կատարվեց։ Իսկ ինչ վերաբերում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, ապա Քոչարյանի համար մի այդ բոլոր որոշումները մարտի 1-ի հետ կապված առ ոչինչ են, ավելին մի այդի որոշումը իրեն չի ուղղված։
դատարանի որոշումը հետևյալի մասին է, որ պետությունը ջանքեր բավարար չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Այդ հայցը եղել է 11 թվականին, ես արդեն 3 տարի նախագահ չէի, եւ 11 թվականից մինչև այսօր պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Ավելին ստեղից մի բան էլ ավելացնեմ։ Միեդի որոշումները, բոլոր որոշումները կապված մարտի 1-ի հետ ինձ համար առ ոչինչ են մեկ պատճառով 18 թվականից հետո, որովհետև պետությունը այդ գործերի քննման ժամանակ չի պաշտպանվել եւ միեդը մոտ 6-7 անգամ այստեղ կրկնում է ուղղակի չեն տրամադրել այս փաստաթղթերը, չեն տրամադրել սա, չեն տրամադրել նա, մոտ 6-7 անգամ։ Սա ինչ է նշանակում, նայեք, պատկերացրեք ինչ վիճակ է։ Դատական նիստ, դատախազի տեղը նստած է մեղադրողը, դատախազը պաշտպանվողի տեղը նստած է մյուս դատախազը նույն բաժնից։ Մոտավորապես այս վիճակն է։ Եվ դրա համար 18 թվականից հետո մարտի 1-ի բոլոր գործերով Հայաստանի Հանրապետությունը պարտվելու է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանում, չի ներկայացնում ոչինչ։ Ավելի քան 3 ժամ տևած ասուլիսին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր թիմը կմասնակցի առաջիկա խորհրդանական ընտրություններին։ 2021 թվականի ընտրություններին մասնակցությունը ցույց է տվել, որ ես որոշակի ազդեցություն ունեմ զանգվածների համախմբման համար, վստահ է Քոչարյանը։ Իսկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 26-ի ընտրությանը մասնակցելու որոշում դեռ չունեն։ Նախկին նախագահներին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով՝ դուք եռյակով են ասեք, բանավեճի գալու եք, թե ոչ։ Քոչարյանի հայտարարություններին իշխանական ներկայացուցիչներից անդրադարձել է նաև Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ասելով՝ իսկական ոինը, իսկական դաշնակիցը դե են, որ հավասարը հավասարի պես է խոսում, պետք է նույնիսկ իր ասուլիսը հարմարեցնի Նաչալնիկի ծննդյան օրվա հետ։ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս էր հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը։ Ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Քոչարյանը հիմա էլ Հայաստանին մեղադրում է 2020 թվականին Տավուշում սահմանին պրովոկացիաներ անելու մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր երկու խորթ հոգեզավակները Սարգսյանը եւ Քոչարյանը կարծես մրցակցության մեջ են մտել, թե ով ավելի դավաճանական բան կասի։ Առայժմ ըստ Ռուբինյանի հաղթում է Քոչարյանը։ Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ մեջբերել է Քոչարյանի ասածը, թե գնում էինք եվրոպացիքի հետ բանակցում էինք, հարցը լուծում եւ հարցադրում է արել։ Դու անգամ հայերեն չես կարողանում խոսել մինչեւ հիմա, մյուսների հետ ոնց էիր բանակցում։ Տպավորություն է, որ Քոչարյանը Ադրբեջանի համար Հայաստանից միջանցք է պահանջում։ Այս մասին անդրադառնալով ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մտքերին ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ռոբերտ Քոչարյանի ներսում ուրիշ երկիր է ապրում, նրա ներսում ուրիշ երկիր է թելադրում։ Ռոբերտ Քոչարյանը բնականաբար պետք է ամեն ինչ անի նսեմացնելու ցանկացած լավ բան, որը Հայաստանի համար լավ է, որովհետև այն, ինչ Հայաստանի համար լավ է, Քոչարյանի համար վատ է, որովհետև Քոչարյանի համար որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իր համար, որովհետև ինքը ըստ էության կկարողանա իր շեֆերին, գործընկերներին, ղեկավարներին իր ծառայությունները մատուցել, ասել է Կոնջորյանը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ գրում է. Ռոբն ասում է, կայուն խաղաղությունը այն խաղաղությունն է, որը հիմնված է ուժերի բալանսի վրա։ Այ հենց դրա համար էլ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնեցիր ռազմական բյուջեի բալանսի ընդամենը 11 միլիոն դրամի դիսբալանսով հօգուտ Ադրբեջանի եւ հանձնեցիր 1 միլիարդ 600 միլիոն դոլարի դիսբալանսով, չէ, Ռոբ։ Լավ, մեկը չկա, ասի, որ նա էլ չխոսի, միթե Կիրիենկոն էլ չի ասում, եզրափակել է Ալեքսանյանը։ Գյումրու ավականու կոմունիստական կուսակցությունը ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություն է տարածել դիմելով Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին։ Հայաստանի իշխանությունների կողմից վերջին օրերին առավել հետևողականորեն քաղաքական եւ ուժային տարբեր միջոցների եւ գործիքների կիրառմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար եւ հետապնդում Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ, պնդում են կոմունիստները, որոնք աջակցում են իրեն վառ քրիստոնյա հռչակած Ղուկասյանին Հայաստանում գործող դիվանագիտական
ներկայացուցչություններին տեղեկացնելով ծավալվող ու ակնհայտորեն զարգացման միտում ունեցող բռնաճնշումների մասին։ Հիշեցնեմ, կոմունիստներին եւ Վարդան Ղուկասյանին առավել գրգռել է Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդանում արված հայտարարությունը, որ Գյումրու քաղաքապետին պետք է դուրս շպրտել հանրային ու քաղաքական դաշտից։ Ես կարծում եմ, որ նման Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Վարդան Ղուկասյանը արձագանքել էր վարչապետի այս հայտարարությանը, ասելով, թե Փաշինյանը ուզում է իրեն կյանքից զրկել։ Ուրեմն, եթե մեկը հայտարարություն է անում նմանատիպ ձևով քաղաքային եւ հանրային դաշտից, գիտեք, ուրեմն գաղութները հանրային դաշտի մեջ է մտնում։ Քաղաքականությունը հասկացանք։ Իրավունք չունեն, բայց խոսում են, բայց հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է, այսինքն ուր տանել այդ մարդուն լուսին, թե կյանքից զրկել։ Այսինքն իրեն ինքը հայտարարություն է անում թիվ 1 ամբիոնից եւ այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետը, մենք հասկանում ենք իրավական կոնսուլտացիա են կարել, որ հիմա ես հայտարարություն եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր իրավական ոլորտին, որ հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է կյանքից զրկել։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը միութենական պետության մասին երազող ընդդիմադիրներին առաջարկում է իրենց համոզմունքներում լինել սկզբունքային եւ իշխանությանը կոչ անել իրենց հետ վարվել այնպես, ինչպես ընդդիմության հետ վարվում են միութենական պետությունում, օրինակ Վարդանիկը անիմաստ արդյունքներ թափելու փոխարեն կարող է նման կոչ անել, ես կաջակցեմ, նշել է Ռուբինյանը։ Եվ այժմ զրուցելու եմ հանրային գործիչ Կարեն Պետրոսյանի հետ, ողջույն պարոն Պետրոսյան, շնորհակալություն միանալու համար։ Շնորհակալություն հրավերքի համար։ Պարոն Պետրոսյան, նախ դուք համաձայն եք այն արդեն տարածվող ձևակերպման հետ, որ Ռոբերտ Քոչարյանը 3 ժամ փորձում էր ասել այն, ինչ մեկ նախադասությամբ օրինակ ձևակերպել է նույն Վարդան Ղուկասյանը, Հայաստան միութենական պետության կազմում։ Ես անկեղծ ասեմ չեմ ուզում մեկնաբանել ոչ պարոն Քոչարյանի, ոչ էլ պարոն Ղուկասյանի խոսույթը։ Այսուհանդերձ նման հարցեր Հայաստանը կլինի անկախ ինքնավար եւ ինքնիշխան պետություն, թե կլինի որևէ միավորման ձևաչափում կամ կլինի որևէ երկրի կազմում, կարծում եմ սա անձինք չէ, որ պետք է որոշեն, դա ազգային օրակարգ է, դա ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է եւ որոշելիքը։ Իսկ թե այդ գաղափարները ինչքանով են շրջանառության մեջ դրվում այս կամ այն անձնական քաղաքական խնդիր լուծելու կամ մանավանդ գիտեք 2026 թվականին արդեն լուրջ իրադարձություններ է սպասում քաղաքական եւ տեղի է ունենում որոշակի ուժերի վերաբաշխում եւ դիրքավորում, կարծում եմ, որ նման եզրույթները հիմնականում օգտագործվում է քաղաքական շահարկման եւ քաղաքական դիվիդենդների օրակարգում, իսկ հանրային օրակարգում նման հարցերը չի կարող քննարկվել եւ որոշվել առանց բնակչության ՀՀ քաղաքացիների ազատ կամ արտահայտման։ Լավ, անձնական ասացիք նաև հարցեր, պարզ է, որ Հայաստանում այսպիսի մի պրակտիկա կա, երբ մարդիկ անցնում են տարբեր քրեական գործերով կամ պետք է անցնեն, այսպես տեղավորվում են քաղաքական հովանոցի տակ եւ փորձում են դրան հաղորդել քաղաքական աստար, թե իրենք հնարավոր է ենթարկվում են քաղաքական հետապնդումների, կարող են լինել քաղբանտարկյալ ու նման բաներ, հա նույն բան օրինակ Ռոբերտ Քոչարյանի դեպքում է տեղի ունեցել, կարծես թե այդպես դիրքավորվում է նաև Վարդան Ղուկասյանը եւ դուք հիշեցիք 2026 թվականին սպասվող ընտրությունները, հա։ Այդ ընտրություններում այսպես հետևելով ինչ եք կարծում, ինչպիսի ռազմավարություն են որդեգրելու այս շրջանակները, ինչպիսի այսպես ասենք մարտավարական գործողություններ են իրականացնելու, որովհետեւ համենայն դեպս այնպիսի տպավորություն է, որ
այդ դաշտում գործող ընդդիմադիրները միավորվելու համենայն դեպս հանրային, այսպես ասենք, նշաններ ցույց չեն տալիս։ Նույն Ռոբերտ Քոչյանը Սերժ Սարգսյանին է քննադատում, պնդում, որ ինքը այդպես համախմբող կերպար է իր դեմքով մասնակցում է, տարակուսում է օրինակ ոնց կարող է հանրապետականը իր դեմքով չմասնակցել նկատի ունենալով Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանն է բոլորովին առանձին խաղում, Գագիկ Ծառուկյանը ու մնացած մանր-մուներ կուսակցություններ, որ ձևավորվում են։ Այ ինչպեսի ռազմավարություն է ձեզ գործելու։ Տեսեք, ցանկացած քաղաքական կուսակցության նպատակ դա ժողովրդի բարեկեցությունն է։ Չնայած որ իրենք նպատակը սխալ են հասկանում եւ նպատակ դնում են ընտրություններում հաղթելը։ Ընտրություններում հաղթելը եւ պետական իշխանություն ստանալը դա միջոց է, իրենց քաղաքական նպատակը այն է մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու օրակարգը սպասարկելը։ Եվ երբ որ արդեն շեղում են իրենց հիմնական օրակարգից եւ գլխավոր նպատակը դառնում է ոչ թե մարդկանց խնդիրների եւ մարդկանց կյանքի որակի բարելավումը, այլ իշխանությունը, այդտեղ ամեն ինչ խառնվում է, որովհետեւ քաղաքական կուսակցությունները լինի դա իշխանական թե ընդդիմադիր, իրենք գործում են բոլոր տարիների համար, միայն ընտրությունների համար չեն գործում։ Հիմա օրինակ ընդդիմությունը, եթե դու մինչև հիմա եղել ես ընդդիմություն, պետք է հասարակությանը հաշվետու լինես, թե որպես ընդդիմություն ինչ ազդեցության մեխանիզմներ ես ունեցել գործող իշխանության վրա, քաղաքացիների կյանքը ավելի լավը դարձնելու ճանապարհին։ Իսկ իշխանությունները պետք է հասարակությանը հաշվետվություն տա, ինչ գործողություններ է արել ունենալով պետական իշխանության ռեսուրսը, այսինքն իրենց քաղաքական թիմը այդ ռեսուրսը օգտագործելով իրենք ինչ բարիք են ստեղծել։ Եվ հաջորդ ընտրության ժողովուրդը հիմնվելով այս երկու կողմի թվացial կամ ենթադրյալ կամ պետք է որ այդպես լիներ իրենց կողմից առաջարկված իրենց ծառայության արդյունքում գեներացված բարիքի հիման վրա պետք է որոշում կայացնի։ Մինչդեռ այսօր եթե դուք ուշադիր լինեք մեր քաղաքական ամպլուային, դուք ավելի շատ կլսեք անձնական վիրավորանքներ, անձնական խոսքեր, անձնական խոսույթ, անձնական էժան արտահայտություններ եւ վիրավորանքներ, քան կլսեք բովանդակություն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից կյանքը ավելի որակյալ, ավելի արժեքային, ավելի արժանապատիվ դարձնելու։ Եվ սա է պատճառը, որ հիմա շատ դժվար է կողմնորոշվելը, քանի որ իջնում է անձնական մակարդակ, շատ դժվար է կողմնորոշվելը։ Իսկ ինչ մնում է այդ դիրքավորումներին, տեսեք, նորից Հայաստանում հիմնական մեր խնդիրը այն է, որ բոլոր ձեր դուք ինքներդ թվարկեցիք, չխոսեցիք ավելի շատ կուսակցություններից, այլ խոսեցիք անձանցից։ Այսինքն մենք տարել ենք անձնակենտրոն քաղաքական մշակույթ ունեցող ինչ-որ մի միջավայր, որը շատ սխալ է, որովհետև քաղաքական թիմերին պետք է միավորեն իրենց արժեհամակարգը, տեսակով մոտ մարդիկ պետք է հավաքվեն քով-քովի իրար մոտ եւ ստեղծեն այն բարեկեցիկ, ազդեցիկ, զարգացող Հայաստանը, որը իրենք իրենց առաջ դնում են։ Իսկ երբ որ անձի շուրջ է միավորվում այդ ամենը, ասում է, որ դա ոչ թե գաղափարակից մարդկանց միավորում է, որը այլ մարդկանց կյանքը պետք է ավելի լավը դարձնի, այլ դա շահակից մարդկանց միավորում է, որ միավորվել են իրենց կյանքը ավելի լավը դառնա, իսկ մյուսների կյանքը իրենց այնքան էլ չի դարձնում։ Եվ այս առումով ես ուզում եմ, որ մենք եւ մեր հասարակությունը վեր կանգնի անուններից եւ երբ որ տեսնում է կոնսոլիդացիաներ, այսինքն քաղաքական տարբեր թիմերի մեջ միավորումներ, ինքը իր համար ամրագրի է միավորումը հանուն է թե ընդդեմ։ Այսինքն եթե երկու հոգի գաղափարական եւ սկզբունքային եւ արժեքային տարբեր դաշտում են, բայց հանուն իշխանության միավորվում են, պետք է երկուսին էլ ցեն չտա։ Այսինքն պետք է քաղաքացու ընդրության սուբյեկտը լինի թե քաղաքական թիմը ինչքան արժեքային իր դաշտում է, այսինքն ինչքան է այդ մարդը ընդրողը ՀՀ քաղաքացին կիսում այդ թիմի արժեքային միջավայրը մարդկանց եւ իրենց մոդեցումները եւ հետո նոր անդրադարձ ունենա թե ով ում հետ է, որովհետեւ եթե ինչպես հայտնի է ասացվածն է ասում է նմանները նմաններին են գտնում եւ եթե երկու նման իրար չեն գտել, ուրեմն իրանք երկուսն էլ արդեն եթե իրար գտել են եւ մեզ համոզել են որ իրենք նման են, բայց հետո իրար են գտել նման չլինելով, ուրեմն իրանք իրոք իրար արդեն նման են, բայց ուրիշ ասպեկտով։ Հետևաբար մենք պետք է հիմա բոլորս եւ հասարակությունը եւ քաղաքասարակությունը եւ ակտիվ
հասարակական ազդեցիկ մարդիկ, որ ինֆլուենսերներ են կոչվում, իրենք պետք է իմ ամեն ջանք գործադրեն, որ հասարակությունը, երբ որ գնա իր ընտրությունը կատարի իր ապակա զարգացման ճանապարհին, լինի իր ընտրության հիմքում լինի ոչ թե մարդիկ, այլ լինի սկզբունքները, արժեքները, գաղափարները եւ զարգացման տեսլականները։ Իհարկե դուք շատ լավ բան եք ասում, բայց նկատելի է, որ կարող է այս հերթական սպասվող ընտրությունը առանձնանալ հենց ձեր ասած որակական եւ բովանդակային չափանիշներով։ Ես կարծում եմ, որ բովանդակային կամ որակական չափանիշ կլինի մի դեպքում։ Սա իմ ներքին համոզումն է, երբ որ մենք այսինքն հասարակությունը իր մեջից կգեներացնի այն արժեքային թիմը, որը ասելիք կունենա հենց այդ շրջանակում։ Այսինքն կունենա ասելիք ներկայացնելու ապագայի զարգացումներ։ Այսօր աշխարհը գերինովատիվ զարգանում է, այսօր արհեստական բանականությունը ներդրվում է հանրային քաղաքացիական եւ պետական կառավարման համակարգում։ Այսօր ճկուն փոփոխությունների օրակարգեր է աշխարհում։ Այսօր մեր միջավայրում ամեն օր ամեն մի նոր փոփոխություն է գեներացվում։ Հիմա պետք է մենք հասկանանք վերջը մի թիմ պետք է լինի, որ ասի, որ ինքը պատրաստ է ոչ միայն տեսականորեն կամ գաղափարական մակարդակում, այլ կատարողական մակարդակում, իմպլեմենտար մակարդակում կարող է այդ բեռը վերցնել։ Հիմա դա կլինի իշխող թիմը, դա կլինի ընդդիմադիր թիմը, դա կլինի նոր ձևավորվող թիմ, ով հասարակությանը առաջարկի էական փոփոխության օրակարգ, կարծում եմ, նայել կլինի հաղթող, որովհետև գիտեք, օրինակ ամբողջ աշխարհում պրակտիկան ինչպես է, ցանկացած քաղաքական թիմ երկրորդ ընտրությունից հետո երրորդ ընտրությանը արդեն վերընտրվելու որոշակի բարդություններ ունի, դա ամբողջ քաղաքական միջազգային փորձն է, եւ այս առումով եւ գործող իշխանությունը, եւ ընդդիմությունը, եւ նոր ստեղծվող ուժերը պետք է հասարակության առաջարկեն առողջ, կիրառելի օրակարգ եւ առողջ եւ կիրառող մարդկանց։ Մարդիկ, ովքեր ուզում են փոփոխություն եւ մարդիկ, ովքեր ուզում են ջանք գործադրել այդ փոփոխության համար, որովհետեւ մենք բազմիցս տեսնում ենք քննադատություն, թեկուզ եւ գործող իշխանության որոշ անդամների եւ նախկին իշխանության որոշ անդամների, որ սուր քննադատությունով այս մարդիկ զբաղված են պորտաբուծությամբ։ Ընդհանրապես կամ աշխատավարձ են ստանում, կամ էլ որոշներն են նաեւ նվերներ եւ այլն։ Եվ մեր հասարակության խնդիրը, հասարակությունը պետք է լինի հենց այն զդիչը, այն մաքրող ինստիտուտը, ով քաղաքական դաշտից կհեռացնի անպիտան բարիք ստեղծող եւ ոչ արժեքային կոնտենտ առաջարկողներին եւ կխրախուսի եւ կխթանի հակառակին։ Բայց դե այս իրավիճակում բավականին դժվար է, չէ՞, այդ այսպես ասենք օրակարգը կյանքի կոչել, երբ ամենադժվարը, գիտեք, դա քաղաքացու համար է։ Դե այո։ Որովհետեւ երբ որ քաղաքացին ընտրություն է կատարում լավի եւ լավագույնի մեջ, դա այդ քաղաքացու համար երջանկություն է։ Իսկ երբ որ քաղաքացին ընտրություն է կատարում վատի եւ վատագույնի մեջ, դա քաղաքացու համար դժբախտություն է։ Հիմա դա ասված, որ մենք առաջիկա ընտրություններին հնարավորություն ունենանք ընտրություն կատարել լավի եւ լավագույնի մեջ, այլ ոչ ստիպված լինենք ընտրություն կատարենք վատի եւ վատագույնի մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Զրուցակիցս հանրային գործիչ Կարեն Պետրոսյանն էր։ Այժմի համար այսքանն ենք նախատեսել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։